ՆԳՆ-ն հայտնաբերել է ձեռագործ թմրամիջոցների լաբորատորիա թմրանյութերի մշակման համար նախատեսված 3 ջերմոց և աննախադեպ քանակությամբ մինչև 28 կիլոգրամ մեթադոն։ Թբիլիսիում և տարածաշրջաններում կազմակերպված հանցավորության դեմ անցկացվել են հերթական ոստիկանական գործողությունները։ Ձերբակալվածները ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ են։ Իրավապահները առգրավել են թմրանյութի մշակման համար անհրաժեշտ նյութեր և հավանաբար թմրանյութի իրացման արդյունքում ստացված գումար, ինքնաձիգ հրազեն և ռազմամթերք։ Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը սպանել է զինված տղամարդուն, որը ներխուժել է Ֆլորիդա, Դոնալդ Թրամփի Մարա-Լագո բնակավայրի տարածք։ 21-ամյա Օստին Թաքեր Մարտինի մեքենայում բացի հրազենից հայտնաբերվել է նաև բենզինով լցված տարա։ Տղամարդը բնակավայրի տարածք հարմարեցրել է մտնել այն պահին, երբ հյուրերից մեկը դուրս է եկել բնակավայրից։ Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով դեպքի արդյունքում ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի վիրավորվել։ Տարածված տեղեկություններով այդ ժամանակ Թրամփը Ֆլորիդայում չի գտնվել։ Ժնևում ԱՄՆ-Իրանի բանակցությունները կկայանան փետրվարի 26-ին։ Հանդիպմանը կքննարկեն Իրանի մանրամասն առաջարկը միջուկային համաձայնագրի մասին։ Ինչպես Axios-ն է գրում, ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքով ընթացիկ դիվանագիտական ջանքերը հավանաբար վերջին հնարավորությունն է, որը Թրամփը կհատկացնի Իրանին մինչև ԱՄՆ-Իսրայել մասշտաբային ռազմական գործողության սկիզբը։ Պաշտոնատար անձանցից մեկը հրատարակությանը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը և Իրանը նաև կարող են քննարկել ժամանակավոր համաձայնության հնարավորությունը մինչ միջուկային համաձայնագրի շուրջ առաջընթացի հասնեն։ Վլադիմիր Պուտինը սկսեց երրորդ համաշխարհային պատերազմը և այն պետք է դադարեցվի, հայտարարել է Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան կավարտի պատերազմը որպես հաղթող։ Ուկրաինայի նախագահը նաև հերքել է ժամանակավոր զինադադարի նպատակով տարածքային զիջումների մասին համաձայնությունները։ Ինչպես պարզաբանել է Զելենսկին, Դոնեցկի տարածաշրջանից հետշարժումը կբաժանի ուկրաինական հասարակությունը և 100 հազարավոր մարդիկ կմնան լքված։ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ցանկանում է երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ, որոնք պետք է հաստատվեն Կոնգրեսի մակարդակով և չպետք է կախված լինեն միայն նախագահի անձնական դիրքորոշումից։ Լվովում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ոստիկանության մեկ աշխատակից է մահացել, իսկ 24 մարդ վիրավորվել։ Երկուսի վիճակը ծանր է։ Ուկրաինայի նախագահը իր ամենօրյա ուղերձում հայտարարել է, որ Լվովում ահաբեկչական հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը և հենց Ռուսաստանն է վարձել հանցագործներին Տելեգրամի միջոցով։ Նրա խոսքով անհրաժեշտ է ավելի մեծ ակտիվություն և ներգրավվածություն համայնքների, տեղական առաջնորդների և պետական ինստիտուտների կողմից, որպեսզի նվազեցվեն Ռուսաստանի հնարավորությունները ահաբեկչական հարձակումների և դիվերսիաների կազմակերպման համար։ ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մի քանի նահանգներում։ Նյու Յորքում բոլոր դպրոցները փակվել են, արգելվել է տրանսպորտի տեղաշարժը, չեղարկվել են թռիչքները։ Արտակարգ դրություն են հայտարարել մի քանի այլ նահանգներում։ Չեղարկվել է ավելի քան 3500 թռիչք, իսկ հարյուրավոր թռիչքներ խախտվել են։ Նյու Յորքի քաղաքապետը երկուշաբթի մինչև ժամը 12-ը հայտարարել է տրանսպորտի ամբողջական արգելք։ Նյու Ջերսիի նահանգապետը հայտարարել է արտակարգ դրություն և դադարեցրել ավտոբուսների և մետրոյի աշխատանքը։ Նրա խոսքով սա կարող է լինել ամենահզոր փոթորիկը 1996 թվականից հետո։ Ձմեռային օլիմպիադան ավարտվեց։ Փակման արարողությունը անցկացվեց բաց երկնքի տակ և դրա անվանումն էր «Գեղեցկություն շարժման մեջ»։ Նշվածը համատեղում էր իտալական մշակույթը, արվեստը և ժամանակակից տեխնոլոգիաները։ Ձմեռային օլիմպիադական խաղերի փակման արարողությանը մասնակցեցին նաև Վրաստանի պատվիրակության անդամները։ Վրացիների համար 2026 թվականի օլիմպիադան պարզվեց պատմական էր, քանի որ մեր թիմը առաջին մեդալը նվաճեց։ Զույգերի միջև գեղասահքի երկրորդ տեղը գրավեցին Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան։ Օլիմպիական խաղերում սահմանվեցին բազմաթիվ ռեկորդներ, և Նորվեգիան, որը նվաճեց ամենաշատ մեդալները, առաջատար դիրքը չզիջեց ոչ ոքի։
Մեքսիկայի անվտանգության ուժերը սպանել են խոշորագույն թմրավաճառական կարտելի գլխավորին El Mencho մականունով։ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունը պլանավորված է եղել երկրի հատուկ ստորաբաժանումների կողմից։ Մասնակցել են ռազմական օդային ուժերը եւ ազգային գվարդիան։ El Mencho-ի սպանությունից հետո երկրում առաջացել է խառնաշփոթ։ Թմրագործակալության ղեկավարի աջակիցները փակել են մայրուղիները մի քանի նահանգներում եւ այրել ավտոմեքենաներ։ Ավիաընկերությունների մի մասը չեղարկել է թռիչքները Պուերտո Վալյարտա, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ 59-ամյա նախկին ոստիկան El Mencho-ն ղեկավարել է հսկայական հանցավոր կազմակերպություն, որը ԱՄՆ-ում հսկայական քանակությամբ կոկաին, մետամֆետամին եւ ֆենտանիլ է տեղափոխել։ ԱՄՆ-ն El Mencho-ի մասին տեղեկատվության համար նախատեսել էր $15 միլիոն պարգև։ Իրանում ուսանողները կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացրել։ Երթը մեկնարկել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի կամպուսից։ Նրանք հարգել են հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների հիշատակը եւ աջակցություն են հայտնել կալանավորվածներին։ Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելությամբ գտնվում է Ղազախստանում։ Նախատեսված է հանդիպում նախագահի հետ։ Կկայանան երկկողմ հանդիպումներ Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ։ Գեգա Գելաձեն պատվիրակության հետ միասին այցելելու է նաև Ղազախստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներ եւ տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը։